Հովանավանքում ցավոք սրտի պատարակ չի եղել եւ տապալվել է պատարակը քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից վանքի տարածքում հանրահավաք կազմակերպելու պատճառով։ 3 հերթական անգամ պետության ղեկավարը դեպի սահմանադրություն է խախտել, ճիշտ եմ հասկանում։ Այո, սահմանադրություն եւ օրենքները որտուր դրա համար իրանք պատասխանատվության են ենթարկվել, ոնց որ եւ պատասխանատվության է ենթարկվելու նախկին գլխավոր դատախազը իր ցուցաբերած հանցավոր անգործության համար։ Ինձ տայել է Գևորգ Պապոյանին, որը չգիտի իր 4 ձեռքերից որով խաչակնկվի։ Մայնջ Նիկոլ Փաշինյանը պիտի գնա քննության առարկա դարձնի Լևոն 14-րդ պիտի մնա Հռոմի պապ թե չէ։ Գործընթացում եկեղեցու դեմ պայքարը ինքը տապալված է հիմնովին։ Դա ուղղորդված ադրբեջանա-թուրքական իշխանությունների կողմից ուղղորդված գործունեություն է։ Մեր եկեղեցին հիմա հայտնվել է թիրախում իր մինչև հիմիկվա իմ կարծիքով ցուցաբերած пассив գործունեության մենք առավոտ ինքը որ գնում է աշխատանքի մտածում է ինչ անի որ թուրքերի համար լավ լինի ադրբեջանցիների համար լավ լինի Սամվել Կարապետյանը ազատ արձակվելու Նիկոլ Փաշինյանի պաշտոնից հեռացնելու 10-րդ րոպեն հետո չէ իսկ ով ասում որ չի հայտարարվելու ռազմական դրություն կամ արտակարգ դրություն եւ ընտրությունները հետաձգվելու Կիրակին Հայաստանում թեժ էր եկեղեցա հակաեկեղեցական։ Առաջին անգամ պատարակի ժամանակ ծափեր լսվեցին։ Առաջին անգամ եկեղեցուց մարդուն բռնությամբ դուրս բերեցին։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ էր նշանակում Փաշինյանի Կիրակի առավոտյան սպառնալիքը, ով ում դեմ է պայքարում Հայաստանում։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ղազարյան, Հովանավանքի պատարակը խորհրդանշելու է Մայր Աթոռի ազատագրման գործնական փուլի մեկնարկը, որին հետո ավելացվեց նաև նորոգում բառը, ովքեր այդ Փաշինյանից մեջ բերում երեկվա, ու ասեց, որ իդեպ մյուս Կիրակել է գնալու։ Ինչ ասել է գործնական փուլ եկեղեցու դեմ, հա, եւ ինչ նկատի ունի սրանով։ Ընդհանուր առմամբ, ինչպես կբնորոշեք հենց երեկվա հենց տեղի ունեցածը։ Նախ ասեմ ձեզ, որ երեք Հովանավանքում ցավոք սրտի պատարակ չի եղել եւ տապալվել է պատարակը քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից վանքի տարածքում հանրահավաք կազմակերպելու պատճառով, որովհետև պատարակ կարող են մատուցել միայն եկեղեցու կողմից օծյալ նման արտոնություն ունեցող հոգևորականները, իսկ այդպիսի հոգևորականների պատարակ մատուցելու հնարավորությունը իրավական եւ քաղաքական իմաստով վտանգվել է եւ տապալվել է, ինչը որ քրեական օրենսգրքով նկարագրվող հստակ հանցագործության տեսակ։ Գյուղի մուտքի մոտ կանգնեցին չթողին մարդուն, հենց ռեալ տեսանյութն էլ կա այդ։ Բացի այդ, մեկ օր առաջ նաեւ տեղեկություններ տարածվել, որ քննչական կոմիտեից քննիչը Արագածոտնի թեմի գրեթե բոլոր հոգևորականներին, այսինքն մեկը մյուսին փոխարինելու ենթադրյալ մտածմունքով քննչական կոմիտե Կիրակի օրը հրավիրել են բոլոր հոգևորականներին ըստ էության նաև դրանով փորձելով արհեստական արգելք ստեղծել իհարկե թեմի հոգևորականները հայտարարել են որ իրենք չեն կարող Կիրակի օրը գնալ որովհետև Կիրակի օրը Հայաստանյան առաքելական եկեղեցիներում ընդունված ավանդույթը մատուցվում են Կիրակնորյա պատարակներ եւ քննիչը պետք է որպես հանրային ծառող պետք է հիմնավորի իր ցանկացած որոշման հիմնավորվածությունը, այսինքն ինչի հատկապես Կիրակի օրը, օրինակ իմ տրամաբանությամբ քննիչը ինքը պետք է Կիրակի օրը գնար պատարակի, այլ ոչ թե հոգևորականին, այտենց էքսկլյուզիվ իր մոտ հոգևորական հրավիրել է, կարծում եմ, որ պաշտոնական դիրքի չարաշահման դրսևորում է, կամ կարող էր հրավիրել օրինակ նախկին հոգևորականներից Ստյոպա Ասատերյանին, որը որ հոգևորական չի եւ կարծես թե այն ինչի համար որ հրավիրում էր հոգևորականներին, հաղորդման հիմքը եւ ցուցմունքը եղել է Ստյոպա Ասատերյանի ցուցմունքը, այսինքն նա կարող էր հրավիրվել։ Դա իր հերթին է խոչընդոտ ստեղծվել, բացի այդ խոչընդոտ են ստեղծել օրինական հոգևորականներ, որպեսզի պատարակ մատուցեն եւ օրինավոր քրիստոնյաները օգտվեն այդ հոգևոր ծառայությունից։ Իդեպ ասեմ եկեղեցական ցանկացած կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը միջամտելը, կրոնական ծեսը խափանելը, խաչը, խոչընդոտելը եւ այլն, դա քրեական օրենսգրքով համարվում է հանցագործություն։ Իդեպ դա է ուզում ասել, կարող եք ինձ ասել ձեր կարծիքով կատարվածի բարոյական, հա, բարոյական հոգևոր եւ ամենակարևոր դուք մեղմ ասած իրավաբանությունից հեռու չեք։ Իրավական առումով ես երեք իմ մեջ վերլուծել եմ, ճիշտ եմ հասկացել, որ երեք հերթական անգամ
պետության ղեկավարը դեպի սահմանադրություն է խախտել, ճիշտ եմ հասկանում։ Այո, սահմանադրություն եւ օրենքներ, որովհետեւ մենք ունենք խղճի կրոնական ազատությունների դավարանքի մասին օրենք եւ եկեղեցու մասին հատուկ եկեղեցու եւ պետության փոխհարաբերությունների մասին բացառիկությունը սահմանադրությամբ, այո, եւ նաեւ տարանջատվածությունը եւ օրենքով արգելված է, որ պետական որևէ մարմին միջամտի կրոնական կազմակերպության գործունեությանը, պետական որևէ պաշտոնյա ներգրավված լինի եկեղեցական կրոնական կազմակերպությունների որոշումների կայացման գործընթացին, փորձի ազդել այդ որոշումների վրա, դա օրենքով հստակ ամրագրված է եւ այն ինչ որ տեղի ունեցել Հովանավանքում, դա պատարագի խորհրդի ծեսի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի, վարչապետը օգտագործելով ակնհայտ վարչական ռեսուրս, ես չգիտեմ, նա հանրային հեռուստաընկերությանը Սյոպա Ասատերյանի տված հարցազրույցի ժամանակ, այն ժամանակ ինքը դեռ քահանա էր, Դանիել Յոհաննիսյանը հաղորդում էր ներկայացրել դատախազություն, որ 2021 թվականին ինչ որ իր նկատմամբ վարչական ռեսուրս, բայց վարչական ռեսուրս չի կարա կիրառի մարդկան, որ պետական պաշտոն չի զբաղեցնում եւ թեմի առաջնորդը բազմաթիվ հոգեվորականներ այդ հաղորդման հիմա վրա են ձե։ Հիմա օրինակ այսքան տեղեկություններ կան լրագրողների շատ հետևողական աշխատանքի արդյունքում նաև տեղում բացահայտված ուղիղ եթերով բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, որում վարչապետի նամիջական ենթակա մարզպետներ, համայնքի ղեկավարներ, այնտեղ կան ավտոբուսով խմբերով եկող մարդիկ, որոնց առաջնորդում են համայնքի ղեկավարներ կամ մարզպետներ։ Իսկ ակնհայտ է, որ այնտեղ մարդիկ բերման են ենթարկվել վարչական որոշակի ռեսուրսի ներգրավման եւ նրանք չեն եկել պատարագի մասնակցելու, այլ եկել են հանրահավաքի մասնակցելու եկեղեցու տարածքում, ինչը որ անթույլատրել է, որովհետեւ այդ ծափահարությունները, վանկարկումները, քաղաքական բնույթի Նիկոլ վարչապետ եւ այլն, դրանք եկեղեցական ծեսի հետ ոչ մի կապ չունեն, կամ ասենք այնտեղ ես տեսել եմ Արծրուն Հովհաննիսյանին, ինչ որ մետաղական տարայով ինչ որ խմիչք օգտագործելուց, ես չգիտեմ դա ալկոհոլ է թե սուրճ է թե ինչ է, բայց օրինակ բոլոր հավատացյալները, ովքեր որ պատարագի են գնում, նրանք որպեսզի հաղորդություն ստանան, պետքա ծոմապահությամբ ներկայանան պատարագի, նույնիսկ ջուր պիտի չխմեն առավոտյան պատարագի։ Ակնհայտ է, որ այդ մարդկանցից ոչ մեկը պատարագի խորհրդի, պատարագի բովանդակության հետ կապ չունի։ Իրանք ոչ մեկը պատարագի մասնակիցներ երբևէ չեն եղել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանին ես ինքս հիշում եմ պատարագի մասնակ, եթե Մայր Տաճարի Օծման Սուրբ պատարագը նրա ներկայացություն հաշվի չառնենք, որտեղ ինքը ուղղակի գաղտնագողի հեռացավ հաղորդություն չստանալով, այսինքն միայն արարողության պաշտոնական մասին մասնակցեց, այլ ոչ թե պատարագին։ Ես վերջին անգամ հիշում եմ 2020 թվականին կարծեմ Սուրբ Հարության հայրապետական պատարագին իր մասնակցություն, դրանից հետո նա ընդհանրապես, այսինքն 5 տարի առհասարակ մեր եկեղեցուն որևէ օրինական ծեսի պատարագի մասնակցություն չի ունեցել, այսինքն նա մեր եկեղեցու զավակ չի, նա մեր դավանանքի կրող չի։ Եվ մյուս մասնակիցները, որ ընդեղ էին, նրանց մեջ արձանագրված օրինակ Երևանի հավաքանու անդամ, որը իր Facebook-յան օգտահաշվի գրառումներից պարզադառնում, որ նա ուղղակի աղանդավորական ինչ-որ կազմակերպության անդամ է ինքը հանդիսանում, որում ակտիվ դերակատարություն ունեցող անդամ։ Այսինքն կամ այնտեղ ակնհայտ ոստիկանական համազգեստով կամ սադրանքներ հրահրող կամ տարբեր սեռական փոքրամասնությունների պատկանող ակնհայտ կերպարներ, որոնք պարզը չէ, որ եկեղեցու հետ ոչ մի ու իրանք էլ են խոստովանում, ասում են եկեղեցի չեն գնում, եկեղեցու պատարագներ են։ Ակնհայտ է, որ իրենց մասնակցությունը դա միայն քաղաքական միջոցառում է։ Իսկ կազմակերպվել է հանրահավաք եկեղեցու տարածքում խոչընդոտելով եկեղեցու բնականon գործունեությունը։ Եթե այդ իրավական գիծը շարունակենք, 2-3 օր առաջ նախկին գլխավոր դատախազը իմ գործընկերոջ տաղավարում չքմեղանում էր, ասում էր, չգիտեմ, Վանեցյանը թող հաղորդումը տար ես անեի, այսինքն մենք հիմա այս նույն բանը նաև կտեսնենք Աննա Վարդապետյանի բարեկամ, այսինքն այս ամեն ինչը բավարար չէր ավելի հստակ ձևակերպեմ, որպեսզի դատախազությունը այն մեր ասած սահմանադրության եւ այլնի խախտումներով վարույթ գոնե դեպքով հարուցեր քրեական, սա հիմք է, որում ոչ միայն իրենց սեփական նախաձեռնությամբ, այլև փաստաբան Արա Զորաբյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որում հաղորդումը ներկայացվել է ոչ միայն դեպքի հանգամանքներով պայմանավորված, դա արդեն իսկ արձանագրված փաստ է, այլ նախնական հայտարարություններով, որոնցով նախապատրաստվել է ենթադրել հանցագործությունը։ Այսինքն վարչապետի հայտարարությունները, այլ Ստեփա Ասատերյանի հայտարարությունները հիմք են հանդիսացել ենթադրելով, որ նախապատրաստվում է
իրավախախտում հանցագործություն, իսկ իրավապահների խնդիրը ոչ միայն կատարված հանցագործությունը բացահայտելն է իրավական գնահատական, այլ նաև կանխարգելիչ գործող եւ իրենք ստացել են պաշտոնական տեղեկությունը, չեմ ասում, որ իրենք պարտավոր են դա հետևել։ Դա իրանց չի ազատում պատասխանատվությունից, ես կարծում եմ շուտ ուշ դրա համար իրանք պատասխանատվության են ենթարկվելու, ոնց որ եւ պատասխանատվության է ենթարկվելու նախկին գլխավոր դատախազը իր ցուցաբերած հանցավոր անգործության համար նա հանցագործություններ կատարել, մեծ հանցագործություններ է կատարել եւ հիմա հետին թվով արդարանալու որևէ հիմքեր չունի եւ նա պետքա իրեն լավ հետևի, որպեսզի սպասի իր արժանի պատժին։ Մի հարց էլ եմ, ճիշտ է զուգահեռ է, որ ասենք թե օրինակ Փաշինյանը դիցուկ աշխատանքից ազատում է Գևորգ Պապոյանին կամ Պապիկյան ինչ-որ մի նախարարի ազատում է, այս նախարարը իր կողմնակիցներով ասում է, չէ, ես եմ պաշտպանության նախարարը եւ այլն, շարունակը պաշտպանել, դրան անմիջապես հետևելու է ուժեղ իրավունք, սա նույն զուգահեռն է եկեղեցու, ճիշտ եմ հասկանում ես։ Չէ, իհարկե եկեղեցին պետական իշխանության մարմին չի, եկեղեցին Չէ, խառնվելու իմաստով նկատի ունեմ։ Այո, չէ, բնականաբար վարչապետը որևէ ձևով իրավունք չունի ոչ հայաստանյաց առաքելական եկեղեցու, ոչ հայաստանյան կաթողիկ եկեղեցու, ոչ ռուս ուղղափառ եկեղեցու, ոչ, գիտեմ, ավետարանական, ոչ ավետարան, ոչ էլ այլ կրոնական կազմակերպությունների, որոնք որ մեր եկեղեցին համարում է ոչ կանոնավոր կրոնական կազմակերպություններ, բայց նրանք օրինավոր գրանցված եւ գործունեություն ծավալող են, այսինքն վարչապետը նրանցից որևէ մեկի գործունեությանը միջամտելու իրավունք չունի։ Նորից եմ գրում, առավել եւս, որ ինքը նույնիսկ այդ եկեղեցու դավանանքը կրողը չի, այդ եկեղեցու զավակը չի, ասենք ինքն դե տայել է Գևորգ Պապոյանին, որը չգիտի իր 4 ձեռքերից որով խաչակնկվի, խաչակնկման հերթական, այսինքն նույնիսկ չգիտի թե ոնց են խաչակնկվում եկեղեցուն, պարզ է, չէ, որ նրանք պատարագի խորհուրդը չեն հասկանում։ Հիմա ասենք տարել ես դրան իր հետևի աջ ոտով կամ ձախ ոտով խաչակնկվի խայտարը, դրա իմաստը ո՞րն է, այսինքն պարզ է, որ դա ուղիղ միջամտություն է կամ որոշի թե վեհապարը պետքա հրաժարական ներկայացնի, ով պետքա փոխարինի, չէ՞, կարգն ինքն գրել է, չէ, որ ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելուց հետո պետքա մի հատ ամուսնացյալ քահանա, դառնա կաթողիկոսի ժամանակավոր պաշտոնակատար, եկեղեցին պիտի փոխի իր կանոնադրությունը։ Պատգամավոր Պալյան կա, ասում էր, հələ չենք որոշել, ով պետք է վեհը լինի։ Ուղիղ ասում է։ Դե ուղղակի մարդը ինքն իր հանցանքի մասին հաղորդում ինքնախոստովանական ցուցմունքներ է տալի, այսինքն այստեղ քննարկելու հարց չի, դու ո՞նց ես որոշում կաթողիկոսի հեռանա, չհեռանա, ով պիտի իրան փոխարինի, այդ քո ինչ որոշը։ Հիմա նույն ձևի ոնց որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Աստծո կողմից օծյալ առաջնորդը Գարեգին II վեհապար հայրապետն է, Հռոմեա կաթոլիկ եկեղեցու առաջնորդն էլ Աստծո կողմից օծյալ Հռոմի Պապ Լևոն 14-րդն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնացել է Լևոն 14-րդի այդ հանդիպման ու կան մեծ թվով հայեր, որոնք կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են, այսինքն այդ կրոնական կազմակերպությանը մեր եկեղեցու համար քույր կազմակերպության հետևորդներ են։ Հիմա ինչ Նիկոլ Փաշինյանը պիտի գնա քննության առարկա դարձնի Լևոն 14-րդը պիտի մնա Հռոմի Պապ թե չէ, պիտի հրաժարական տա, հրաժարական տալուց հետո ով պիտի նրան փոխարինի, կանոնադրություն պիտի, այդպես բան իրավունք ունի նա, իհարկե չունի։ Ոնց որ չունի մյուս դեպքում, չունի նաև այս մի դեպքում հիմա ասենք ինքը այնտեղ նաև հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այդ հանդիպումը քննարկումը գրկախառնումը հիմա ով է ասում որ հարգարժան հոգևորականը երաշխավորված է որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանը չի լելու նրա հասեին ինչ որ բաներ ասի այսինքն ես կարծում եմ որ ստե նաև հոգևոր համայնքը պետք է համերաշխություն ցուցաբերի այս սատանիստական այլաբանական ոչ հոգևոր եկեղեցի ցանկացած եկեղեցու կրոնական կազմակերպության դեմ այս ապօրինի արշավին եւ պետք է արժանի գնահատական եւ պատասխան պահանջեն այս ամենից։ Արդյոք երեկվա, այսպես կոչեմ, կարգալույծ կամ ճակերտավոր պատարագում Փաշինյանն ու իշխանությունը հասան այն էֆեկտին, ինչը ուզում էին, այսինքն հանրային աջակցություն դուք նկատեցիք արդյոք եւ հակառակ կողմից գանք նկատեցիք հանրային աջակցությունը վեհապարին ու եկեղեցուն վես ամեն ինչը վերլուծելով իր պատկերացրած հաղթանակի շանսերն ունի Փաշինյանը։ Ոչ, երեք ինքը ակնհայտորեն տապալվել է եւ կարծում եմ դա է եղել պատճառը, որ ինքը երեկոյան ստիպված եղավ նաեւ ասել, որ պետքա դա եւս մեկ փորձ անել հաջորդ կիրակի օրը դա տապալման հետևանքն է, այսինքն առաջի փորձը չի ստացվել, փորձում են երկրորդ փորձ այնտեղ
դրոնով կատարած լուսանկարներ կային, իհարկե դա Դանիել Յոնիսյանը չէր արել, որ ինքը հաշվարկի մեթոդ ունի, բայց պարզ է դառնում, որ այնտեղ մինչև մի 1000 մասնակցության միջոցառում ա եղել, եթե նկատի ունենք, որ դա մեծ գյուղական համայնք է, եւ այնտեղ բերված էին բազմաթիվ մարդիկ, որոնք որ նախ հազարավոր, ես կարծում եմ առնվազն մի քանի հազար ոստիկաններ եղել, որոնք եւ ծառայողական համազգեստով եւ ոչ ծառայողական համազգեստով էին ներկա կամ պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն էին ապահովում։ Տղային իրանք տարան դուրս։ Ընդ որում դրա իրավունքը չուներ այդ սպանով, որ դա արել է, ակնհայտ է, որ ինքը սպա է, պիտի պատասխանատվության ենթարկվի, որովհետեւ պետական պահպանության ծառայության մասին օրենքով ծառայության աշխատակիցները միջամտություն իրականացնում են, եթե պահպանության օբյեկտին նկատմամբ Փաշինյանին վտանգ է սպառնում, կոպիտ ասած, հա։ Կյանքին անվտանգ առողջությանը, չգիտեմ, գործունեության ինչ որ վտանգ է սպառնում, իսկ եթե մարդը եկեղեցում կարծիք է հայտնում, ընդ որում արդար, դա վարչապետի անվտանգության հետ որևէ կապ չունի, հետեւաբար անվտանգության ծառայողի միջամտությունը ապօրինի է։ Ընդ որում առանց տարբերանշանի, առանց կրծքանշանի։ Հիմա այդ մարդկանց համադրությունը, համայնքի ղեկավարներ, վարչական ռեսուրս չեն, դեռ ավտոբուսներով կանայք են բերվում, բարձրաբար նրանք այդ համայնքի բնակիչ չեն, երբևէ այդ համայնքում այդ եկեղեցում պատարագի չեն մասնակցել եւ նույնիսկ այդ պայմաններում մարդիկ շատ քիչ թվով մարդիկ են եղել եւ հանրային աջակցություն չկա։ Ես ում եմ մի բա մեր հեռուստադիտողները հիշեն Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին։ Մի ընդամենը մի խոսքը, մի կոչը հազարավոր մարդկանց էր միտեղ հավաքում եւ այլն, չէ՞, այսինքն ինքը ինչից ինչ է դառը էլի, ինչ հանրային իրական հեղինակությունից ուշադրությունից ինչի է վերածել։ Հիմա ամբողջ վարչակերտավոր հաղթանակի, ինքը հաղթանակը գիտեք ինչ է պատկերացնում։ Այո, իր նպատակադրման, իրագործման իմաստով ինքը նախ տապալվա այս գործընթացում եկեղեցու դեմ պայքարում ինքը տապալված է հիմնովին։ Հələ հիշեք իր նախաձեռնությունները, այն որ խմբեր պետքա ձևավորվեր կառավարությունում, ինքը պիտի նրանց հետ հանդիպեր, մարդիկ գային ձևավորում, դա չեղավ, որ պիտի ստուգերով անալիզները պիտի նրանց ընդուներ, հոտոտեր, տենարով, պասպահեով, չի պահե բան, դա էլ չեղավ, ոչ մեկը չգնաց, հետո ասաց պետքա հանդիպենք վաղաշաբաթի հրապարակում, գնում ենք բանը եկեղեցին ազատագրելու այդ հավաքի նախաձեռնությունները եղան, բայց հավաքը տենց էլ ոչ մի անգամ չկայացավ, որովհետև ոչ մի մարդ դրանց չէր գնում։ Այդ իր հայտարարությունները եկեղեցու դեմ, այդ զրպարտիչ վիրավորական արտահայտությունները վեհապար հայրապետի բարձրադաս հոգևորականի հասցեին մնացին անարձագանք անհետևանք, հասարակությունը դրանց լուրջ չի վերաբերում, նույնիսկ այդ կեղտոտ տեսանյութերը մոնտաժված կամ չգիտեմ արհեստական բանականության համադրությամբ ստեղծված եւ այլն, դրանք որևէ հանրային ասենք ընկալում, միայն բացասական ընկալումներ ունեն այդ երևույթը։ Քպեականներ էին անգամ ստատուս գրում, թե ինչի են մտել մարդու։ Չէ, դա ասենք դա նշանակում է, որ Հայաստանում որևէ մարդու անձնական գաղտնիության, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը երաշխավորված չի։ Անգամ իրենք են երևի վախեցած, հա, որ իրանց էլ ցույց կտան իր միջամտությամբ, չէ, եթե հիշում եք ինքը մի քանի ամիս առաջ ասում էր Սրբազան գնա քերուտ կոչը դոմփի իմ հետ ինչ գործ։ Այս վիդեոյի տեքստայինը հրապարակել է ինքը, այո։ Դե պարզ է, չէ, որ ինքը որևէ նման տեսախցիկ տեղադրելու իրավունք չունի, ինքը անձամբ նման հետախուզություն, օպերատիվ հետախուզական գործունեություն վարելու իրավունք չունի։ Նույնիսկ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները դա պիտի անեն դատարանի որոշմամբ քրեական վարույթի շրջանակներում։ Նման բան չկա։ Հիմա հարց առաջանում ինքը որտեղից է այդ տեղեկությունները, եթե տեղեկությունները նույնիսկ իրան հասանելի են, ինքն չի հաղորդում չի տվի հանցագործության մասին, այլ մարդկանց գաղտնագրելու, տեսագրելու, այո, օրինավոր քաղաքացին այտենց պիտի աներ։ Հերիք չի ինքը դա ձեռք է բերել, հետո էլ ինքը այդ ինֆորմացիան բանավոր է տարածում, հետո տենում է արձագանք չկա, փորձում է տեսանյութը տարածի, տենում է էլի արձագանք չկա, ընդ որում տեսանյութը տարածում է Հովանավանքում այդ հանրահավաքը կազմակերպելուց մեկ օր առաջ։ Ինքը ընդհանրապես եկեղեցու դեմ այս արշավում տոտալ ձախողվել է, որ փորձում է եկեղեցուն ներսում լարվածություն առաջացնի, թե ասեք ես Սյոպա Ասատերյանի այդ հայտարարությունը իբր թե պետք է այլ, բայց հակառակը եկեղեցականները համերաշխություն ցուցաբերեցին ի պաշտպանություն իրենց կանոնավոր գործունեության եւ դատապարտեցին
այս Սյոպայի իմ կարծիքով սրիկայությունը եւ ուրեմն դավաճան գործունեությունը։ Ընդ որում այս ամեն ինչը նաեւ մարդկանց համար է պարզ, որ սա ոչ թե ներքին զարգացումներով եկող, այլ արտաքին պահանջ է, չէ՞։ Ժամանակագրություն գոյություն ունի։ Մեր եկեղեցու դեմ պայքարը երբ է սկսել։ 2025 թվականի այս տարվա մայիսի 29-ին։ Շվեյցարիայի ելույթը նկատի ունեք եւ Շվեյցարիայի ելույթից առաջ էլ մայիսի 22-ին Ալաշուքյո Փաշազադեն, Կովկասի մահմեդականների վարչության նախագահը հայտարարեց, որ իրենք որոշում են կայացրել Երևանի եւ Էջմիածնի Ղազիաթ ստեղծելու թեմ հիմնելու վերաբերյալ, որին արձագանք եղավ միայն Մայր Աթոռից։ Այսինքն այս ամեն ինչը ուղիղ ադրբեջանա-թուրքական հրահանգներով իրականացվող գործունեություն է։ Նույն Փաշազադեն հայտարարել է, որ հայ եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար, Ադրբեջանի, Թուրքիայի ժողովուրդների համար եւ այլն։ Այսօր սա ուղղորդված ադրբեջանա-թուրքական իշխանությունների կողմից ուղղորդված գործունեություն է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը ինքնին չի խնայում, որպես այդ իշխանությունների ադրբեջանական թուրքական իշխանությունների կամակատար, իրեն չի խնայում այդ գործում հաջողություններ ունենալու եւ իր ղեկավարներին դա զեկուցելու ման, բայց առայժմ դա ոչ միայն առայժմ, այլև վստահ եմ, որ դա ձախողվել է, որովհետեւ հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցին դա Աստծո ստեղծած եկեղեցին է եւ դրա դեմ պայքարը դա Աստծո դեմ պայքար է, իսկ Աստծո դեմ պայքարում սատանայի մինչեւ հիմա չի հաջողվել, կարծում եմ, որ սրանց հետո չի հաջողել։ Ակնարկեցիք Արշակ Սրբազանին, այսպես ասենք, վերագրվող տեսագրությունները։ Եթե այս գիծ տրամաբանական շարունակենք, սա ինչի ցուցիչ է, այսինքն մինչև ուր է պատրաստ գնալ Փաշինյանը, այսինքն ինչ մեթոդների դիմել, օրինակ լիցուկ կալանավորել վեհապարին, շրջափակել Մայր Աթոռը, հավանական սահմանեք, եւ արդյոք հավանական համարում եք ինչ-որ իշխանական քարոզչամեքենայում կա այսպես միտք, որ վեհապարը ինքնակամ կգնա, այսինքն Փաշինյանը ուր կգնա, մինչև ուր կգնա։ Չէ, հնարավոր է վեհապարին նաեւ կալանավորել, ընդ որում սրբազան հայրերը, որոնք կալանավորվել են, նրանք իրենց նիշով ընդամենը մի աստիճան են զիջում վեհապարին, որովհետև նրանք arczepiskopos-ներ են, երկուսը բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ, երեքն էլ թեմական առաջնորդներ եւ երեքն էլ այդ իրավական գործընթացների մեջ հանիրավի են։ Այսինքն նրանցից ոչ մեկը ոչ մի հանցագործություն չի, որովհետև իրավախախտում առհասարակ թույլ չի տվել, բայց գնացել է այս քայլին եւ դրանով նաեւ մեր աչքն է սովորեցրել, որ մենք կարող ենք բարձրաստիճան հոգևորականներին տեսնել դատարանում Մեղադրյալի Աթոռին, խեղճացած, պատերի տակ կանգնած, դատանի դահլիճում նստած եւ սա նախապատրաստություն է նաեւ վեհապարի դեմ այդ ուրեմն ապօրինությունը անելու համար, բայց ես կարծում եմ վերջին փամփուշտ է պահել, այսպես ձևակերպեմ ուտան։ Այո, որովհետեւ նա հասարակական աջակցություն քանի որ չունի, միակ միջոցը, որով նա կարողանում ազդել, այդ իրավապահ մարմիններին դրվող իր ապօրինի հանցագործություններն են, որոնք էլ առայժմ դրանք կատարում են։ Իհարկե իրենք պետք է հասկանան, որ իրենք որպես պետական մարմիններ պարտավոր են կատարել միայն օրինական հանձնարարություն, այսինքն եթե հիմա Նիկոլ Փաշինյանը հանձնարարի ոստիկանության պետին, որ նա ինձ սպանի, նա այնուամենայնիվ այդ հանձնարարությունը չպիտի կատարի, որովհետև այդ հանձնարարություն կատարելը հանցանք է իր մեջ պարունակում։ Հիմա նույն կերպ եթե հանձնարարվում է, որ թույլ չտան, որ հոգևորականը պատարակ մատուցի եւ նրանք թույլ չեն տալ, իրենք պիտի հասկանան, որ դա մի ուրիշ հանցագործություն է, այսինքն իրենք կարող են կատարել միայն օրինական հանձնարարություններ։ Հիմա ասենք պարզ է, չէ՞, տրամաբանությունը հուշում է, որ քննիչը որևէ քննիչ ինքը այտենց օբյեկտիվ անհրաժեշտություն չէր կարա լիներ իմ կարծիքով, որ Կիրակի օրով առավոտյան ժամը 9-ին ինքը հարցաքննության հրավիրեր Արագածոտնի մարզի բոլոր թեմերի, բոլոր թեմական քահանաներին։ Ընդ որում կարծեմ ՎԿ-ի ընդամենը կարգավիճակը Մեղադրյալ էլ չեն, դա կարար անել, ենթադրենք 2 օր առաջ կամ հաջորդ։ Պարզ է, չէ, որ իմ ընկալումներում, իմ վարկածով դա իր սեփական որոշումը չի։ Քննչական մարմնից ամենայն դեպքս իմ կարծիքով տվել են հանձնարարություն։ Ինչքան ինչ որ մեկ ապօրինի միջամտել է նախ քննիչի գործողություններին, ինչ իրավունքը որևէ մեկը չունի, անգամ քննչական ղեկավար մարմինները, նրանք համակարգի ղեկավարումն են իրականացնում քննիչի գործողությունների միջամտելու իրավունք,
չունեն։ Եթե քննիչն ինքն այդ որոշումը կայացրել, որ ինքը այո, իրավունք ունի մարդուն հրավիրել հարցակցել, բայց քննիչը հանրային ծառայող է եւ ինքը իր ցանկացած որոշման համար պատասխանատու, ինքը պիտի խելամիտ բացատրություններ ունենա իր կայացրած յուրաքանչյուր որոշման համար։ Այսինքն օրենքը քննիչին որոշումներ կայացնելու իրավասությունը տալիս է նախաքննության շահերից բխող, արդարադատության շահերից բխող գործողություններ անելու համար, չի տալի կամայականություններ դրսևորելու համար։ Իսկ ես չէ՞ ես կարամ քեզ հրավիրեմ հարցակցության, հրավիրում, հետո դες խոչի, բայց ինչու է սա հիմնավորում, ինչի է այսօր, ինչի ոչ վաղը։ Բավական հարցազրույցի վերջին մասը ավարտենք քաղաքականություն սա բերելով։ Արդյոք այն նշեցինք, որ հասարակությունը թեկուզ եւ լուր, այս պայն լուր, բայց ամեն դեպքում դիմադրեց հակառակ աջա եւ այլն։ Արդյոք այս կատարվողը եկեղեցու շուրջ ընդհանուր ամբողջ կատարվողը հակաիշխանական կամ իշխանափոխության պայքարի մի ավելի ամենաուժգին թրիգերը կարող է դառնալ վերջին շրջանում մարդկանց հանել փողոց նկատի ունեմ դրան եթե գումարում ենք իմպիչմենտի տեխնացու վարչապետի տեխնացու Դավիթ Համբարձումյանի նաև կեցվածքը որ չեմ մնա կգամ կպայքարի իդեպ կարծեմ վաղը պետք է գա էս էլ գումարած որ այս ամեն ինչը կարող է անել այն ինչը հիմա չի ուզում կամ չի կարողանում անել ընդդիմությունը խորհրդարանական իսկ մարդկանց հանել փողոց է զուգահեռ առաջ տանել այն process-ը գիտեք process-ը առաջ տանել եւ մարդկանց հանելը մենք քաղաքական գաղափարական իմաստով այո տրամաբանական միասնության մեջ ենք տեսնում բայց դա օրինական իրավական պահանջ է այսինքն падգամավորները իմպիչմենտի հեղինակները որոնք արդեն գնալով շատանում են Այսինքն եթե մենք սկզբից ունենք 0 падգամավոր, որը նախաձեռնել էր, հետո ունեցանք 6, հիմա ունենք 34, այդ 34-ը ոչ թե մարդիկ են, ովքեր ստորագրել են միայն, այլ այդ 34-ը մարդիկ են, ովքեր այդ գաղափարի պաշտպանողներն են, գաղափարի հեղինակներն են, որովհետև իրենք նախագծի համահեղինակ են։ Հետևաբար իրանք պետք է ջանքեր գործադրեն իրենց նախաձեռնությունը առաջ մղելու համար։ Եվ նման իշխանությունների ապօրինություններ, այո, լրացուցիչ լիст կարող են հաղորդել, նաև հասարակական աջակցության բաղադրիչը ակտիվացնելու համար եւ ես կարծում եմ, որ այդ դեպքում պետքա բոլորը համախմբեն։ Մեր եկեղեցին էլ պետքա բոլոր կազմակերպություններն էլ համախմբվածություն։ Մեր եկեղեցին հիմա հայտնվել է թիրախում իր մինչև հիմիկվա իմ կարծիքով ցուցաբերած пассив գործունեության։ Մենք ընդամենը մի քանի օր առաջ ենք տեսել, թե ոնց Արմավիրի թեմի առաջնորդը Արմավիրի թեմի մի քանի հոգևորականների հետ գնում ծաղիկ դնում մարզպետի եւ ապօրինի քաղաքապետի պաշտոնակատարի հետ մասնակցելով նրանց քարոզարշավին։ Իմ կարծիքով դա անթույլատրելի պահվածք, այսինքն իրենք որ իրանք տենց են պահում, հարվածներն էլ ստանում են նույն մարդկանցից։ Ավելի պրոակտիվ եք ուզում տեսնել եկեղեցում։ Առավել ակտիվ հասարակության ինքնապաշտպանական իմաստով, նաև հասարակության իրենց հավատավոր ժողովրդին համախմբելու, որովհետև այս պայքարը իշխանությունների, այս իշխանության դեմ դա քաղաքական պայքար չի, դա ազգային ազատագրական պայքար է։ Հիմա երբ որ թուրքերը հարձակվել էին Սասունի ժողովրդի վրա, այդ ժամանակ եկեղեցական, ֆիդայի, չգիտեմ, քաղաքական գործիչ, մտավորական, գյուղացի բան ինչ էին անում։ Դուրս էին եկել ազգային ազատագրական պայքարի ընդհանրապես իրենց ինքնությունը պահելու համար։ Հիմա այլ դրսևորում է։ Մենք հայտնվել ենք թշնամու տիրապետության տակ, այլևս որևէ մարդ չի կասկածում, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը դա թշնամական իշխանություն է։ Այսինքն Ադրբեջանի դրա ոնց կարող է Հայաստանի վարչապետը գնա ազգային ժողով ներկայացնի բյուջեի նախագիծը ու իր առաջի խոսացած խոսքերն է թե թուրքական բեռնատար մեքենաները Հայաստանի տարածքով ոնց կարան գնան Ադրբեջան։ Հայաստանի վարչապետի մտահոգությունը պիտի լինի Հայաստանի բեռնատար մեքենաների ճամփորդությունը Թուրքիայի տարածքով, չէ՞։ Ասում են ցորենը կգա բանով։ Այսինքն ինքը ակնհայտ թուրքերի մասին է, այսինքն առավոտ ինքը որ գնում է աշխատանքի մտածում է ինչ անի որ թուրքերի համար լավ լինի, ադրբեջանցիների համար լավ լինի։ Նրանք շատ տարածքներ ունենան, նրանք մեր տարածքների նկատմամբ գերիշխող դիրքեր ունենան, նրանք անվտանգ լինեն, նրանք ազատ ճամփորդեն, նրանք խնդիրներ չունենան, հաղորդակցվեն, բարգավաճ եւ այդ ամեն ինչ ինքան մեր հաշվին։ Դրա հետևանքով զոհվում են Հայաստանի քաղաքացիներ, կորում են Հայաստանի տարածքներ, ունեզրկվում են Հայաստանի քաղաքացիներ, ցեղասպանվում են, բռնի։ Դա իրան չի հետաքրում։ Իրան հետաքրում է թուրքերի հաջողությունները։ Հիմա մենք հայտնվել ենք թշնամական լծի տակ, իսկ այդ լծի պայքարելու համար պետք է ցուցաբերել միասնություն, ազգային ազատագրական պայքար։ Քաղաքական դաշտը ոչ միայն խորհրդարանական, այլև հայտ ներկայացած, հայտ հստակ տեսնում եք նախընտրական իրավիճակ է, միտեղ դասական նախընտրական վիճակ ենք տեսնում, նաև նոր ձևով ընդդիմադիր տրամադրված իրեն գիտակ, պարոն Ղազարյան, իրեն գիտակցում են այնինչ դուք եք հիմա ասում։
գիտակցում են, վախենում են պայքարել, թե չեն գիտակցում, թե մտածում են, որ ընտրություններով հնարավոր է եւ վերջ։ 21 թիվ ենք տեսել։ Գործիչները տարբեր են, իրենց հայտարարություններն են տարբեր։ Մարդկա որ ասում է, որ այս ընտրություններին չպետք է սպասել, չէ՞, օրինակ ասենք նախաձեռնության հեղինակների սկզբանե պատիվ ունեմից ասում են, որ ընտրությունները չպետք է սպասել, ամեն ինչ պետք է անել իմպիչմենտով սրան հեռացնելու համար։ Բայց ակտիվություն առանձնապես չեն ցուցաբերում։ Կան գործիչներ, որոնք ասում են, չէ, իմպիչմենտը անլուրջ է, դա հավանական չի, քպնչի միայն պետք է գնալ ընտրություն։ Կներեք, դրանք մեծամասնություն չեն, այդ վերջի թվացը։ Դե հիմա այդ մեծամասնությունները չեն հերթով բռնվում։ Դա սկզբից մտածաղրում են բան են անում, հետո մեկ էլ ասում են, «Յա մեզ բռնել են»։ Ես իհարկե իմ զորակցությունն եմ հայտնում եւ շուտապույտ ազատություն եմ աղթում Ալեքսանդր Կոչուբաևին, բայց որ տենակ Ալեքսանդր Կոչուբաևը իր գրառումներում ինչ էր գրել իմպիչմենտի նախաձեռնության ժամանակ, ասենք հիմա բայ իմպիչմենտը լեր այսօր քեզ բռնած կլինի եղբայր։ Նույն մեր ձևով օրինակ գիտակցում է, որ իմպիչմենտ որ անի Սամվել Կարապետյանը ավելի շուտ դուրս կգա բանտից։ Օրինակ այդ գիտակցում է։ Չէ, ասենք Սամվել Կարապետյանի աջակիցները իմպիչմենտի օրը խորհրդանական լսումները դրան չեն մասնակցում։ Կոչ են արել Բաքում հավաքվեն, հանրավակով հանրային աջակցություն ցուցաբերեն, չեն գալի դրան մասնակցեն։ Բայց ասում են աջակցություն Սամվել Կարապետյանի, հետո աջակցություն Սամվել Կարապետյանի, որ ինչքան է գնաք դատարանի Բաքում լուսերը վառեք, նստեք։ Դրանից ինքը ազատված արձակվելու, Սամվել Կարապետյանը ազատ արձակվելու, Նիկոլ Փաշինյանի պաշտոնից հեռացնելու 10-րդ րոպեն հետո, չէ՞։ Բայց թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու միակ ձևը իմպիչմենտ է։ Դուք հանրավակ եք անում, որ ոնց հեռացնեք։ Կամ որ գնում եք ընտրությունների, որ ոնց է։ Ընտրությունը, եթե այդ process-ը դուք չեք կարող, իսկ ով ասում որ ընտրություն ա լինելու։ Իսկ ով ասում որ չի հայտարարվելու ռազմական դրություն կամ արտակարգ դրություն եւ ընտրությունները հետաձգվելու են, ոնց որ ասենք եղել է Ուկրաինայում։ Հիմա դե քանի տարի է նախագահի լիազորությունների ժամկետը անցել ընտրությունների, հա, պարոն Ղազյան, հաշվի առնելով չպատրաստվածություն։ Քիչ հավանական եմ համարում, որովհետեւ արտահերթի համար նախ պիտի խորհրդանը լուծարվի, խորհրդանի լուծարման հիմքը վարչապետի երկու անգամ վարչապետ չընտրելն։ Ավելի հավանական է որ ընտրություն չեղարկի ուղղակի, ընտրություն չի լինի։ Եթե անգամ լինի, ասենք հիմա եթե անգամ լինի, կա այդ շանսը։ Սահմանադրությանով է հայտարարում երկրում արտակարգ։ Կառավարությունը հայտարարեց սահմանադրությամբ էլ ասում է, եթե արտակարգ դրություն ընտրությունները հանրակրվեները հետաձգվում են, չէ՞։ Դա չէ լավ է, չեղարկողն ով է, ազգային ժողովը, չէ՞ չի չեղարկում։ Գնացեք, դե ընտրություն արեք։ Եթե անգամ լինի, դուք օրինակ ընդդիմությանը որ հարցնում ենք, նման հարց են տալի, ասում է որ հայտարարենք շանսեր չկա հաղթելու, մենք ոնց որ թե Փաշինյանի ջրաղացին հենց մի բանից տրամադրված ենք, որ ինքն է հաղթելու, դա սխալ մոտեցում է կամ սխալ հայտարարություն։ Եթե ռեալ դաշտով նայենք հիմա ցանկալին իրականի տեղ ներկայացնելու խնդիր կա, լավ եղել է լինում է ընտրություն, դուք այդ շանսերը տեսնում եք, չգիտեմ, Գյումրի տարբերակով, եսին որ տարբերակով կա այդ Գյումրի տարբերակը որն է, որ ընտրված համայնքի ղեկավարը ձերբակալվել է, Փարաքարի տարբերակը որն է, որ ընտրված համայնքի ղեկավարը գնդակահարվել է, Մասիսի տարբերակը որն է, որ ընտրված համայնքի ղեկավար դառնալ վարչապետ տեխնացու ձերբակալվել։ Այդ չի տարբերակները։ Բայց հիմա այդում ես դառնաս վարչապետի տեխնացու, որ քեզ գնդակահարեն, թե բռնեն։ Էդա չէ, ով դառավ ցուցակի առաջի համարը, ըստ ընտրական օրենսգրքի դառնում է վարչապետի տեխնացու։ Վարչապետի տեխնացուներին մինչև հիմա ով որ դառել է վարչապետի տեխնացու կամ գնդակահարել են կամ ձերբակալել են։ Հիմա դուք եկեք դառնաք վարչապետի տեխնացու, որ ընտրությունն լինի։ Հիմա ասեք ով օրինակ երկրորդ նախագահն ասում է, չէ՞, ես իմ թիմով մասնակցել եմ ընտրություն։ Ինքը իր թիմով 2021 թվականին Նիկոլ Փաշինյանից պարտվել է։ Հիմա եթե ոչ ինքն է փոխվել, ոչ թիմն է փոխվել, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի ամրապնդվել իր վարչական իրավական այդ ապօրինի գործողություններով, փողերը, թեզերը, խաղաղություն եւ այլն։ Հիմա եթե մի անգամ դու քո թիմով այդ նույն մարդուց պարտվել ես։ Հիմա ինչ պիտի լինի, որ հաղթես։ Ես դրա տրամաբանությունը ոչ մի կերպ չեմ կարող հասկանամ։ Այսինքն պիտի հասկանաս, որ իրան դեմ պայքարի միջոցները, գործիքները, թիմը դու պիտի փոխվեք, չէ՞։ Դասական ճանապարհով, ճիշտ եմ հասկանում, ընտրական process-ով դուք անհնար եք համարում կամ անհնար Հայաստանի պրակտիկայում նման բան ընդհանրապես չի եղել։ Հայաստանում երբեք ընտրությունները իշխանություն չի փոխվել։ Հայաստանում ընտրությունները միշտ առիթ են հանդիսացել իշխանությունը ամրապնդելու համար, այլ ոչ թե իշխանությունը փոխելու համար։ Հələ այդ դեպքում, երբ որ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով էր գնում, եվրոպական դիտորդների կարծիքից անհանգստություն։ Հիմա եվրոպական դիտորդ Նիկոլ Փաշինյան, Լայրա Զորաբյանն է, չէ՞ մի անգամ ասել, եթերում երեք խաղոտիկ, ասեն ճիշտն է դա։ Հիմա նա ցանկացած հանցան գործում է
Լսել եք, ասենք, մի հատ եվրոպական կազմակերպություն, մի հատ դեսպան, մի հատ անհանգստություն հայտնի, ասենք օրինակ, որ իրավապահ մարմինը, եթե մենք Գյումրի համայնքի ղեկավարին իր աշխատասենյակից վերցնում բերում են, ասենք ընտրված ընդդիմադիր գործին իր, ընդ որում դա անում են վարչապետի ազգային ժողովում հայտարարություններից մի քանի օր հետո, այսինքն ընդ պետք չէ էլի վելուծաբանանես, ուղեղդ աշխատացնես, բանես, որ հասկանաս դրա մեջ տրամաբանական կապ կա, թե չկա։ Այսինքն սրա ցանկացած ապօրինություն որ գործի, արդարացված է, թույլատրելի է, կարելի է, չէ, որովհետև ասում են դու Ռուսաստանի դեմ ինչ-որ անում ես, շարունակի անել։ Իրանի դեմ ինչ-որ անում ես, շարունակի անել, մնացածը, ասենք, եվրոպացիների համար հայ ժողովուրդ է, էլի։ या գինամ կաս, या գինամ չկաս։ Ասենք մի հատ ավել, մի հատ պակաս, հիմա մի հատ պետություն որ պակասը լի։ Դրանից ասենք Եվրամիությունում, Եվրոպայի խորհրդում ում ճնշումն է բարձրանալու։ Հիմա որ 84 թվին Հայաստանի Հանրապետություն չկար։ Հիմա կա։ Ինչն է փոխվել իրան։ Հիմա որ չլինի։ Ասենք հիմա հայ ժողովուրդը հալածանքների է ենթարկվում։ Ջանդամը ենթարկվի։ Ինչ է փոխվում իրանց կյանքում։ Դրա համար ասում են դու մեր քաղաքական ուղղությունը պահի, մեր անվտանգության, մեր քաղաքական շահերի սպասարկումը իրականացրու ի օգուտ Թուրքիայի, ի օգուտ Ադրբեջանի, որը մեզ գազ պիտի տա, նավթ պիտի տա, էս պիտի անի։ Դու դրանց շահերը սպասարկի։ Հայ ժողովուրդն էլ հիմա ասենք թե փարաքարի գյուղապետն էլ սպանվել է։ Դե հիմա։ Վերջին հարցը, այսինքն ինչն է խանգարում ձեր կարծիքով եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական լրջագույն ռեսուրսներ ունեցող ուժերին, որոնք տեսանք, որ կարողանում են հանրահավաքել, հրավիրել, գումարել ունեն, ամեն ինչ ունեն։ Ինչն է խանգարում այդ ամբողջ ռեսուրսը ոչ թե նախընտրականի ուղղել, այլ իրենց ուղղել իմպիչմենտին, այսինքն մարդկանց փողոց բել իմպիչմենտի կոչով։ Չեն գիտակցում, թե ինչն է խանգարումը, եւ դուք տեսնում եք որևէ գոնե սաղմեր, հույսի նշույլներ, որ դեռ կարող են գալ այդ օրակարգին։ Ես ոչ միայն սաղմեր նշումներ եմ տեսնում, այլև տեսնում եմ դա որպես միակ հնարավոր լուծում իրենց իսկ հաջողության համար։ Այսինքն, եթե իրենք չանեն այն տրամաբանական խելամիտ քայլերը, ինչ որ դուք ներկայացրեցիք ձեր հարցադրման մեջ, որ պետք է այս պահին բոլորը փորձեն իրենց ողջ կարողությունները ներդնել հանրային մոբիլիզացիա ապավելու եւ քաղաքական գործընթացներ այդ ուղղությամբ։ Եթե դա տեղի չունեցավ, բոլորն էլ վարի են գնալու, պետությունն էլ հետը։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, կիզակետում այսօր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։